Ես չունեի ու հիմա փորձում եմ ամեն ինչ անել հանուն երեխաներիս, ես դարձավա ծնող, որտեղ են այդտեղ ռիսկերը։ Նախ սկսենք նրանից, որ վատ ու լավ իհարկե չի կարելի բնորոշել ու չի կարող որևէ ծնող լինել վատը ի սկզբանե, որովհետև նա երեխայի ծնունդով պայմանավորված, եթե իհարկե հատուկ շեղում չունի, հոգեկան, հաստատ ամեն ինչ անում է, որպեսզի իր երեխային լինի լավ։ Անկամ եթե սխալվում է։ Այո, Չէ, կարող է չիմանալ ինչպես, կարող է Չի սխալ գիտակցում անել։ գուցե։ Գիտեք, շատերը տանում են իրենց երեխաներին, փոքրահասակ երեխաներին տարբեր մրցույթների։ Եթե ինձ հարցնեն, ես կասեմ մի արեք այդ շատ ուժեղ տրավմա է։ Նայես ֆիզիկական Նազենի ջան, ամուսինս որպես բժիշկ այնքան պես պատմություններ է տեսնում, սարսափելի բաներ կար, ավելի հոգեկանին կանդրադառնամ, որովհետև ֆիզիկականը տեսանելի է։ Հոգեկանը շատ ուշ ենք տեսնում, երբ արդեն բանից անցած է լինում։ Օրինակ, կա գեղեցիկից գեղեցիկը, կա խելացիից խելացին։ Մենք խոսում ենք մանկահասակ երեխաների մասին, հա։ Ընդհանրապես օրինակ օլիմպիադաներն էլ բավականին մեծ ստրես են, բայց վատ թե լավ դրանք փորձում են քեզ տրամադրել ու ձևավորել մեծ կյանքի համար ու դու այդ ստրեսը ապրում ես քո գիտելիքը իրացնելով։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ ինչից է ստրեսը եւ ինչ է անում ծնողը։ Եթե մենք օրինակ այսօրվա երեխային առավոտյան մի քիչ լավ չի զգում, թնգթնգում է, դպրոցահասակին ինչ ենք ասում, դե լավ ուզում ես պարկիր, կասենք տատիկը կգա կամ դայակ ունենք, եթե թող մնա երեխան լավ չի։ Ինձ հարցրեք իմ մայրը քանի անգամ է թույլ տվել, մենք մահճակալում թնգթնգանք։ Էդ էլ են պարագային, եթե ունենայր մահճակալ իհարկե։ Իմը բազմոցներ։ Իմ սեփական բազմոցներ։ Մենակ։ Երբեք մենք դպրոցից երբեք չենք ունեցել բացակա։